Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտի տաղավարում է մեր ձևով շարժման անդամ իրավաբանական գիտությունների տեխնացու Լևոն Սարգիզովը։ Շնորհակալություն Լևոն։ Բարև ձեզ պարոն Ավրամյան, ես եմ շնորհակալ հրավերի համար, հուսով եմ այսօր կունենանք հետաքրքիր եւ օգտակար զրույց։ Այո, եւ իրավաբանի հետ այդ զրույցը առավել կարեւոր է, ընդհանրապես կասում եմ, որ իրավաբանների մասնագիտությունը համաձայնեք հիմա մեր օրերում Հայաստանում չափազանց պահանջված է, որովհետեւ թե տնտեսական, թե սեփականության իրավունքի եւ թե քաղաքացիների իրավունքների առումով մեր գործերը մեղմ ասած այնքան էլ լավ չեն։ Միանշանակ համաձայն եմ ձեր հետ, այսօր ունենք աննախադեպ այսպես իրավիճակ եւ ոտնահարվում են իրավունքները, սկսած սահմանադրական իրավունքներից եւ երաշխիքներից, այսինքն խոսում ենք նրա մասին, որ ամենահիմնարար եւ ամենասկզբունքային իրավունքները այսօր պաշտպանության կարիք ունեն եւ բնականաբար իրավաբանների, հատկապես փաստաբանների դերը հասարակությունում էլ ավելի բարձրանում է։ Սկսենք երևի քաղաքացիներից։ Սամվել Կարապետյան, 3 եպիսկոպոս, այլ հոգևորականներ, դաշնակցականներ, ակտիվիստներ, ոդկասթ վարողներ։ Կարծում եմ քաղաքաբանտարկյալների թիվը այսօր մոտավորապես նման է 2008 թվականի ընտրություններից հետո, հիշում եք, էլի կային, բայց այն ժամանակ ընտրություններից հետո էր, հիմա ընտրություններից առաջ է։ Այնուամենայնիվ ընտրությունների գործոնը ինձ թվում է կա, չէ՞։ Կարծում եմ այո, թեպետ բավականին շուտ է սկսել այդ գործողությունները եւ որը վկայում է եւս մեկ բանի մասին, որ այլակարծությունները ցանկացած տիպի կարծիք արտահայտելու իրավունքը եւ ազատությունը այսօր որևիցե կերպ չի պահպանվում եւ ընդհանուր առմամբ ձեր թվարկած բոլոր մարդկանց երևի ընդհանուր գիծը գործերի կայանում է նրանում, որ նրանք ընդհանրապես կարծիք են արտահայտել, իր ազատ խոսքի իրավունքից են օգտվել եւ դրա համար այսօր ոչ միայն քրեական գործեր են հարուցվել նրանց նկատմամբ, այլ նաեւ գտնվում են կալանքի տակ։ Կարծես թե տպիչ մեքենան կալանքի որոշումները սենց ավտոմատ կերպով տպում է, դակում է եւ մարդիկ ուղարկում են կալանքի։ Աննախադեպ իրավիճակ է, սակայն ի զարմանս բոլորի կարծես թե պատշաճ արձագանք հասարակության կողմից, հասարակական կազմակերպությունների կողմից չի նկատվում։ Կալանքի վերաբերյալ, հա, միջանկյալ այսպիսի հարց։ Կալանքի դատարաններ կան եւ այդ դատարանները ձեր ասացի նման, հա, դակում են այդ որոշումները։ Ինչպես է ընդհանրապես այդ գաղափարին վերաբերում, որ կան կալանքի դատարաններ եւ իշխանությանը հարմար մարդիկ դառնում են այդ դատավորները։ Տեսեք, հարցը բաժանենք երկու մասի։ Առհասարակ կալանքը այսօր դարձել է, գիտեք, սովորական երևույթ։ Մենք մոռացել ենք, որ կալանքը նախ պատժամիջոց չէ, այլ խափանման միջոց է, միջանկյալ միջոց է եւ կիրառվում է բացառիկ դեպքերում, դա ծայրահեղ, ծանր խափանման միջոց է։ Փառք Աստծո, օրենսդրությունը նախատեսում է այլ խափանման միջոցներ, եթե քննչական մարմինները դատախազությունը գտնում է, որ որևիցե վտանգ կա, կարող է կիրառել գրավի ինստիտուտը, երկրից չբացակայելու ինստիտուտը, ի վերջո տնային կալանքը, բայց կարծես թե բոլոր դեպքերում ավտոմատ կերպով կապ չունի ինչ հանցագործության մասին է պոտենցիալ հանցագործության խոսքը գնում, միանգամից կալանք է կիրառվում։ Սա սարսափելի երևույթ է։ Իդեպ սրա մասին վկայում է նաև վիճակագրությունը մեր այսօր քրեակատարողական հիմնարկներում կալանքի տակ գտնվող մարդկանց թիվը ավելի շատ է, քան դատապարտված հանցագործության համար ուժի մեջ մտած վճռով դատապարտված մարդկանց թիվը։ Ինչ վերաբերում է կալանքի դատարաններին, առհասարակ պետք է խոսանք արդարադատության համակարգի մասին։ Այսօր արդյոք մենք ունենք անկախ դատական համակարգ։ Արդյոք այսօր դատավորները գործում են անկաշկանդ, օրենքի համապատասխան, իրենց ներքին համոզման համաձայն, թե մենք խոսում ենք զանգովի կամ Facebook-յան այսօր դատավարության մասին։ Կամ վարչապետը ստատուս է գրում, հիմա դու կտեսնես պետության համը եւ այլն, եւ միանգամից ամբողջ այդ ռեպրեսիվ ապարատը սկսում է աշխատել։ Այո, ուղիղ կարծես թե ուղղորդում է եւ իրավապահ մարմինների եւ այդպես արագ արձագանքող դատական համակարգի, երբ որ դատարանը արագ որոշում է կայացնում։ Մենք ինչի մասին ենք խոսում, երբ Սամվել Կարապետյանը գրեթե 6 ամիս, կես տարի է, շուտով կլինի, գտնվում է անազատության մեջ, ածի մեկուսարանում, մեր ձևով արտահայտության համար։ Նույնիսկ ոչ իրավաբանը ցանկացած մարդու, եթե հարցնես մեր ձևովի համար, կարելի է մարդուն
քրեական հետապնդման ենթարկել, այն էլ կալանքի տակ պահել կես տարի։ Բայց կարծես թե այդպիսի մի ոճ կա կամ չգիտեմ, այսպիսի մի հերթականություն կա, ինչ որ մի բառի համար ձերբակալվում են, կալանավորում են, արգրավում են բաները, համակարգիչները, սկսում են այդ համակարգիչները փորփրել, որպեսզի գտնեն մեկ այլ մեղադրանք։ Դա միայն Սամվել Կարապետյանի դեպքում չէ, մի քանի այլ դեպքերում։ Այդպիսի բան նկատել եք դուք թե չէ։ Այո, դրա մասին կարող են վկայել նաև դատարանի մի շարք որոշումներ վերաքննիչ ատյաններում, երբ որ հաստատվել է, որ խոզարկությունը եղել է ապօրինի, որ այս ապացույցը ձեռք է բերել խախտմամբ եւ այլն եւ այլն։ Սա փոքր դետալներ են կարծես թե այս մեծ գործերի կամ աղմուկի մեջ եւ շատ հաճախ չեն լսում, բայց դա վկայում է այն մասին, որ նաև պրոցեսուալ խախտումներով է տեղի ունենում, այսինքն գիտեք, ինձ միշտ որ հարցնում են իրավական գնահատական տալ այս կամ այն process-ին, ես վերջի շրջանում հրաժարվում եմ մեկնաբանել, որովհետև կարծում եմ, որ այստեղ իրավական process-ներ չկան, այստեղ կա քաղաքական process-ներ։ Եվ խոսել իրավաբանության մասին այս կոնտեքստում նշանակում է մտնել այդ օրակարգի մեջ եւ ձևացնել, որ այստեղ կա իրոք իրավունքի վերաբերյալ վեճ, դատական, չգիտեմ, նիստերի ընթացքում իրոք քննարկվում են եւ դատարանները իրոք անկաշկանդ որոշումներ են կայացնում։ Այստեղ բացառապես խոսքը գնում է քաղաքական հետապնդման մասին։ Դրան ես կավելացնեի նաև քաղաքացիների գրառումներին հետևելը, որովհետև չգիտեմ որ մարմինն է, նրանք ինչ որ պոակ ունեն, ինչ որ գուցե ԱԱԾ-ն է, գուցե դատախազությունն է, ինչ որ քննչականն է, նրանք հետևում են քաղաքացիների բոլոր քաղաքացիների գրառումներին եւ եթե տեսնում են որ եթե կարծում են որ բարձրաստիճան իշխանավորների հասցեին գրված է տհաճ բան, դա ունենում է իրավական հետևանքներ։ Եթե իմ մասին գրեն կամ գրում են, ինչպես գիտեք, հա, վիրավորանքներ եւ սպառնալիքներ, դա ոչ մեկին չի հետաքրում, բայց երբ որ առաջին դեմքերի մասին է, դա արդեն իրավական հետևանքներ է ունենում։ Դա նույնպես այդ տրամաբանության մեջ կարելի է դիտել։ Միանշանակ, եթե նկատել եք քաղաքական գործիչների մոտ այսպիսի կախարդական արտահայտություն է, բառակապակցություն է հայտնվել, ասում են մենք քաղաքական գնահատականներ ենք տալիս։ Դա կոչվում է, այսինքն եթե դու այդ բառը ասացիր, հետեւաբար դու ազատվեցիր որևիցե պատասխանատվությունից։ Նույնիսկ գիտեք, այս վերջերս հեծի ժամանակավոր կառավարիչը, որը որպես պրոֆեսիոնալ պետք է ներգրաված լիներ եւ իր գործունեությունը մասնագիտական գործունեություն ծավալեր, որոշակի արտահայտություններ է արել, որ ասում են, գիտեք, անթույլատրելի է նիստի ժամանակ անթույլատրելի է նմանատիպ արտահայտություններն, ասում է դա քաղաքական հայտարարություններ են։ Բայց հեծի կառավարիչը հանդես է գալիս որպես կպայական, որպես քաղաքական դեմք, թե որպես կառավարիչ։ Պետք է զանազանել ինձ թվում է, չէ՞, այդ երկուսը։ Դա եւս շատ բարդ հարց է, պարոն Աբրահամյան, որովհետեւ ի սկզբանե հարցեր առաջացել, երբ որ գիտեք, սա եւս վկայում է քաղաքական process-ի մասին, քանի որ չի կարող երկրի վարչապետը հայտարարի, որ ժամանակն է եկել հետը պետականացնելու, ազգայնացնելու, չգիտեմ, չիմանալով, տեղյակ չլինելով կամ միտումնավոր իմանալով եւ այդ քայլի գնալով, որ կա իրավական գործընթաց, որ կա անկախ մարմին, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով, որը պետք է բացահայտի որոշակի խախտումներ, որի արդյունքում նոր կիրառվի, բայց նա արդեն հայտարարեց, արագ օրենքները փոփոխվեցին, որ ստեղծեն այդ իրավական ճանապարհը իրենց նպատակին հասնելու եւ թվում էր թե պետքա, եթե իրականում սա խոսքը գնում է խնդիրը լուծելու մասին, նշանակվեր առնվազն այդ ոլորտի մասնագետը, այլ ոչ թե մեկ այլ պետական մարմնից մեկին վերցնել բերել, որը որ այսօր փորձում է Հայաստան էլեկտրական ցանցերը վերածել ՔՊ-ի եւս մասնաճյուղի։ Ընդհանրապես ավտորիտար իշխանությունները միշտ, այսինքն երբեք նրանք չեն ընդունում, որ կան քաղբանտարկյալներ։ Նույնիսկ սովետական իշխանությունը ասում էր, որ այս մարդիկ նստած են քրեական հոդվածներով, որ նրանք խախտել են օրենքը եւ այլն։ Եվ այսօր նույնպես ասվում է, որ այս մարդիկ իմ թվարկած մարդիկ քաղբանտարկյալներ չեն։ Դուք որպես իրավաբան կարող եք ինչ որ փաստարկ բերել, հստակ փաստարկ բերել, որ այդ մարդիկ հետապնդվում են հենց քաղաքական դրդապատճառներով։ Որպեսզի նմանատիպ մենք վերլուծություն անենք եւ նմանատիպ եզրահանգման գանք, մենք պետք է ընդհանուր այս process-ը, այս իրավիճակը, այս գործողությունները, այդ թվում եկեղեցու նկատմամբ այս աննախադեպ հարձակումները, գրոհը, չգիտեմ ինչ անվանենք, արշավը, այո, որտեղ դա հետևողական է, դիտարկենք
Ընդհանուր առմամբ ամբողջականության մեջ ինչ է տեղի ունենում, ինչից է ամենը սկսել, ինչ մեթոդներով են ուրեմն այդ արշավը կազմակերպում եւ ինչ նպատակ են հետապնդում։ Դուք կհիշեք, որ ի սկզբանե արշավը սկսեց արտաքին ազդեցության, արտաքին գրոհների միջոցով, այսինքն պետությունը, իշխանությունը ավելի ճիշտ, փորձում էր քրեական գործեր հարուցելով, որոշակի ապօրինի ձայնագրություններով կամ շանտաժի մեթոդներով ազդեցություն ունենալ եկեղեցու նկատմամբ։ Այսօր ունենք կալանավորված սրբազան հայրեր, այսօր ունենք հոգևորականներ, այդ թվում, չգիտեմ, կաթողիկոսի բարեկամներից մեկն է կարծեմ կալանքի տակ, գործարարներ, հոգևորական չի, բայց ուզում եմ ասեմ կապ ունեցող եւ այո, այնտեղ գործարարներ, բարերարներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ, սա վկայում է մեկ բանի մասին, որ սա բացառիկ կամ անհատական դեպքեր չեն։ Այո, լինում են դեպքեր, երբ որ մարդը իրոք գտնվում է կալանքի տակ կամ մեղադրվում է ինչ-որ ապօրինի գործողության համար, պատահում է։ Սակայն մենք տեսնում ենք այս բազմազանություն, այս տարբեր տիպի մարդիկ եւ որոնք որ այս կամ այն կերպով կապ ունեն նրա հետ, նախ որ եկեղեցուն պաշտպանել են կամ փորձել են պահել մեր հայի ինքնությունը, ինչի առաքելությունը եւ կրում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, կամ խոսքի ազատություն են եւ անհամաձայնություն են հայտնել այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, անմիջապես հայտնվում են բանտում։ Եվ ձեր օրինակը բերված, եթե իմ կամ ձեր հանդեպ են օրինակ նույնատիպ, նույնաբովանդակ արտահայտություններ հնչեին կամ գրառումներ կատարվեին, որևիցե հետևանք կարծես թե առնվազն տեսանելի կամ հնչեղ տեղի չի ունենում։ Հետևաբար այս կոնտեքստում այս գրողները եւ հարձակումները վկայում են այն մասին, որ սա ուղղորդված է, սա կազմակերպված է, սա մի ձեռագիր ունի։ Սակայն ի ուրախություն ինձ կարծում եմ հասարակությանը նաև ժողովուրդը չարձագանքեց այդ հարձակումներին։ Հիշեք, նաև կազմակերպվել էին պատարակներ, որտեղ որ փորձում էին բացի ԿՊ-ական այդ ժողովրդից հավաքել նաև լայն մասսաների, սակայն դա չհաջողվեց, ինչը ցույց տվեց, որ ժողովուրդը չի հանդուրժում եւ կողմ չէ այս գործողությունների։ Դրա մասին է վկայում նաև եկեղեցու բավականին բարձր վարկանիշը։ Կարծում եմ յուրաքանչյուր ցանկացած կամ մեծամասամբ, եթե մարդկանց մենք հարցնենք, արդյոք դուք կողմ եք այս գործողություններին, պատասխանը կլինի բացասական։ Սակայն ես եկեղեցու մասին ունեմ հարց, ես ուզում եմ շարունակեմ վերջացնել այս թեման, կա մի հիմնավորում քաղաքական հետապնդումների, որը այդքան էլ բարձրաձայն չի ասվում, բայց որը նկատի ունեն, որ այդ մարդիկ նրանք օտար լրտեսներ են, նրանք 5-րդ շարասյուն են, նրանք հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ։ Եվ հետևաբար, դա ուղիղ չի ասվում, բայց ակնարկվում է, հետևաբար ցանկացած ապօրինություն նրանց նկատմամբ արդարացված է։ Այդ երանգը դուք տեսնում եք։ Այդ նարատիվը լսելի է, որովհետև շատ դեպքերում փորձում են արդարացնել, քանի որ գիտեք ավելի մեծ կարծես վտանգ կա, սպառնալիք կա, դրա համար այս գործողությունները արդարացված են։ Բայց ով ասեց, որ չկա նաև հակառակը։ Սա խոսում ենք, քանի որ ենթադրությունների մասին, որովհետև գիտեք, Փառք Աստծո հակառակ կողմից խոսքի ազատությունը ողջունվում է։ Այսինքն ցանկացած մարդ կարող է նա իր կարծիք, արտահայտի եւ այլն։ Բայց վերադառնալով իդեպ նույն, չգիտեմ, Հայաստանի էլեկտրական ցանցերի օրինակին, արդյոք մենք չենք կարող ենթադրել, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի նկատմամբ այդ սեփականության փոփոխության խլման միջոցով, այս ռեկետային հարձակման արդյունքում չի իրականացվում եւս արտաքին պատվեր։ Տեսեք, եթե մենք խոսում ենք այն մասին, որ հեծը պետքա պետականացվի, ազգայնացվի, տեսեք ինչ սիրուն է հնչում, էլի որ պետքա։ Նախ եւ առաջ խոսքը գնում է նրա մասին, որ կա օրենսդրական ընթացակարգ եւ դրա դիմաց պետքա կատարվի հատուցում։ Սա առաջին գաղափարը, այսինքն խոսքը գնում է, որ բյուջեից բավականին մեծ գումար պետքա վճարվի։ Մեր գումարները, մենք որ վճարում ենք, օգտագործվի եւ վճարվի հեծի ձեռքբերման համար, փոխհատուցման համար, այսպես ասենք։ Սա վկայում են իդեպ նրա մասին, որ այսօրվա իշխանությունները ոչ թե ազգային շահով են առաջնորդվում, այլ իշխանությունը պահելու միայն։ Իրանց համար կարևոր չի, իրանք հայտարարել են եւ քաղաքական, ուրեմն այս նպատակին պետքա հասնեն։
թեկուզ եւ ժողովրդի կողմից իրանց գրպանից վճարվելիք միջոցներով։ Բայց ուրիշ բանի վրա եմ ուշադրություն ուզում դարձնել։ Եթե խոսում ենք արդեն փոխվեց ռետորաբանությունը, արդեն ազգայնացման մասին մենք մոռացել ենք, խոսում ենք նոր ներդրողներ գտնելու մասին։ Եթե մի ակտիվի նկատմամբ կա միջազգային արբիտրաժում քննվող գործ, եթե կա իշխանության կողմից, քաղաքական ուժի կողմից, այսպես տեսեք գործընթաց, երբ որ մի օրում կարելի է օրենք ընդունել եւ գույքը խլել սեփականատիրոջից։ Ինչ եք կարծում։ Բիզնեսը վախենում է այդպեսի։ Ցանկացած, այո, լուրջ բիզնեսմեն կուզենա այդ միջավայր մտնի։ Ընդհանուր առմամբ Հայաստանի ներդրումային կլիման այդ միջավայրը այնքան աղտոտված, որ կարծում եմ ոչ մեկ էլ մոտիկ չի գա։ Հետևաբար միջազգային լուրջ խաղացողներ, որոնք որ իրոք կուզենան այս բնագավառում, էներգետիկայի բնագավառում ներդրում կատարեն եւ ձեռք բերեն, զերծ կմնան։ Եվ կմնան միայն այն ընկերությունները, ում հետաքրքիր է էներգետիկ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության օղակների մեկի նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Կապ չունի ինչ գնով եւ այլն։ Սա գեոպոլիտիկ քաղաքական նպատակներ է։ Դա բիզնես չի։ Դա բիզնես չի բնավ։ Իսկ այդ երկրները կարող են լինել, այսպես ասած, ոչ բարեկամական Հայաստանի երկրներ։ Հետևաբար մենք էլ կարող ենք ենթադրություն անել, որ այս քաղաքականությունը եւ քաղաքական ուժը եւս սպասարկում է օտարերկրյա օրակարգը։ Կարող ենք ասել, որ նրանք օտարերկրյա ուժերի լրտեսներ են։ Ազդեցության գործակալներ, ինչպես ասում են, հա։ Եկեղեցին 18-րդ դարի վերջից Ֆրանսիայում արդեն որոշված է, որ եկեղեցին եւ պետությունը բաժանված է, հա։ Ինչպես եղավ, որ 21-րդ դարում կրկին բարձրացավ քաղաքակիրթ իմիջ ցանկություն ունեցող երկրում այդպիսի հարց բարձրացավ։ Գիտեք, ճիշտ եք ասում, սա գալիս է պատմականորեն ձևավորված վարքագիծ, ընդունված նորմեր, որ եկեղեցին եւ պետությունը ոչ բոլոր պետություններում է դա ընդունված, բայց մեծամասամբ եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Այսինքն մենք աշխարհիկ պետություն ենք։ Սա երաշխավորում է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, մայր օրենքը։ Իդեպ մայր օրենքը սահմանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։ Այսինքն շեշտադրում է, որ մեր եկեղեցին դա սովորական եկեղեցի չի կամ կրոնական կազմակերպություն չէ, սա մեկ։ Երկրորդը երաշխավորվում է անջատ լինելը պետության եւ եկեղեցու միջև։ Իդեպ երաշխավորվում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը իր նվիրապետության սահմաններում։ Այսինքն պետք է հասկանանք ինչի է այս նորմը առհասարակ ընդունված։ Տեսեք, մեկ կողմում գտնվում է պետությունը դա մի մեքենա է, մի մեխանիզմ է իր ամբողջ, ինչ ասեն, գործիքակազմով, իր բյուջեով, Հայաստանի Հանրապետության բյուջեով, իր ուրեմն անձնակազմով, նախարարներով, փոխնախարարներով եւ ռեպրեսիվ ապարատով։ Եվ իրավապահ համակարգով, չգիտեմ, ոստիկանությունն է, հատուկ ծառայություններն են, բանակն է ի վերջո։ Մյուս կողմում գտնվում է եկեղեցին, որը որ իդեպ ունի ազդեցություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակչության վրա, այլ ամբողջ հայության, աշխարհասփյուռ հայության վրա, որը ավելի մեծ քանակությամբ մարդկանց մասին է խոսքը գնում, քան բուն Հայաստանում բնակվող։ Եվ որպեսզի պետության կամ իշխանության քաղաքական ուժի մոտ գայթակղություն չառաջանա այդ ազդեցությունը տարածել եկեղեցու նկատմամբ, փոխել կաթողիկոս, նշանակել սեփական կաթողիկոս, ասել այս քաղաքականությունը պետքա վարես եւ ազդես նաեւ ողջ հայության վրա, սահմանադրությունը եւ օրենսդրությունը տվել է հստակ երաշխիք։ Հետևաբար ցանկացած գրող, արշավ, հարցակում եկեղեցու վրա դա ուղիղ օրենքի խախտում է, սահմանադրական նորմի խախտում է։ Եթե վարչապետը պիտի որոշի, թե ով պետք է լինի կաթողիկով, ով ոչ, հա, եթե նա պետք է որոշի ում կարգալույց անել, ում չանել, կամ որոշի ինչպիսին պետք է լինի պատարագը, ինչ պետք է ասվի պատարագի ժամանակ։ Կառավարությունը վարչապետը որոշում է, ապա մենք գնում ենք մոտավորապես 16-րդ դար, հա, որտեղ ասում էին ում իշխանությունն է, նրան էլ հավատն է, նրան էլ կրոնն է, հա։ Այսինքն դա ինչով կարելի է բացատրել այդ հակասությունը, հա։ Հակասություն չկա, ես կրկին ասեմ, որ դա գայթակղություն է, պետությունը միշտ ցանկություն կունենա տարածել իր ուրեմն իշխանությունը կամ գործիքակազմը կիրառել այս կամ այն կառույցի նկատմամբ, հետևաբար է անհրաժեշտ այդ նորմի սահմանում, այլապես ոչ մի բան էլ գրած չէր լինի։
Տվյալ պարագայում ցավոք սրտի մենք ունենք այդ իրականությունը, մենք տեսնում ենք, որ թե ինչպես նշեցի արտաքին, թե հիմա արդեն ներքին պառակտման ճանապարհով է գնացել պետությունը, եւս փորձելով շանտաժային ինչ-որ տեսաձայնագրություններ հրապարակել, կալանավորել որոշ անձանց, որպեսզի թույլաtsներ եւ իր ազդեցությունը տարածել։ Ոմանց էլ հավաքագրել իհարկե։ Ոմանց էլ հավաքագրել, սակայն ինչպես նշեցի, եկեղեցին ունի ինքնակառավարում, եկեղեցին ունի ներքին կանոնակարգ եւ առավել եւս պետությունը կամ իշխանությունը, ինչպես նաեւ հասարակությունը, եկեղեցու հետ, ինչ ասեմ, ներքին կյանքի հետ կապ չունեցող մարդիկ եւս չպետք է քիթը խոթեն այդ բնագավառ։ Ես վստահ եմ, որ եկեղեցին կինքնամաքրվի, ինքը ունի այդ ամբողջ գործիքակազմը եւ իր արձագանքը այս իրավիճակներին պետքա լինի եւս շատ հանգիստ, հավասարակշռված, առանց հիստերիկ գրառումների, առանց հիստերիկ կոչերի, էմոցիոնալ չպորտկումների, շատ քրիստոնեաբար, հանգիստ, հավասարակշռված բոլոր գործողությունները կատարվեն։ Այսօր ունենք այո կարգալույծ արված քահանաներ, հոգևորականներ, ունենք հայտարարված եպիսկոպոսատ ժողով, որը որ պետքա տեղի ունենա, կարծում եմ եկեղեցին ինքը իր խնդիրները պետքա լուծի, եթե խանգարողներ չլինեն։ Այնուամենայնիվ փորձենք վերլուծել շատ կարճ, ասացիք արդեն, որ եկեղեցու վրա հարձակումը ինքնին ռիսկային է, որովհետև եկեղեցին թե Հայաստանում, թե Սփյուռքում ունի բարձր հեղինակություն։ Եվ կարող եմ ասել այն մարդիկ, որոնք բացարձակապես ընդդիմադիր չեն, այդ մարդիկ նույնպես չեն հավանում եկեղեցու վրա հարձակում։ Դրա համար դա ռիսկային գործընթաց է։ Այնուամենայնիվ ինչու է Փաշինյանը դա ձեռնարկել։ Դա ունի քաղաքական, անձնական, թե գուցե հոգևոր պատճառներ։ Այդ 3 պատճառները խնդրում եմ վերլուծեք։ Տեսեք, նախ եւ առաջ պետք է սկսենք տնից, թե ինչ է եկեղեցին։ Եկեղեցի, երբ որ մենք ասում ենք, մենք նկատի ունենք այդ շենքերը, մենք նկատի ունենք նույնիսկ հոգևորականներին։ Եկեղեցին դա ինստիտուտ է, դա մի մարմին է, որ ունի բացառիկ առաքելություն, ունի մշակույթի զարգացման, հոգևոր արժեքների, ազգային արժեքների պահպանման առաքելություն։ Այսինքն դարավոր եկած, ձևավորված կառույց է։ Այդ թվում նաև շենքերով եւ հոգևորականներով։ Եվ հարձակումը, որ ասում ենք եկեղեցու վրա է, նկատի ունենք այդ ինստիտուտի վրա, ոչ թե կոնկրետ անձանց կամ ոչ թե կոնկրետ շենքերի, որ արդեն խոսում են, սա պետական է, սա եկեղեցումն է, սա հետ ենք վերցնելու եւ այլն։ Սա փորձում են օրակարգը շեղել։ Նպատակների մասին խոսելուց բնականաբար եկեղեցին, ինչպես նշեցի, շատ բարձր վարկանիշ ունի եւ եկեղեցին իր հերթին դատապարտել է այն գործողությունները, որոնք որ մեր երկրում տեղի ունեցան, բնականաբար այն կոնտեքստում, որ մենք խոսացինք խոսքի ազատության եւ կարծիք արտահայտելու եւ տարածելու ազատության պրիզմայի ներքո, եւս իշխանությունները շատ ցավագին են ընդունում եւ բնականաբար փորձում են լրացնել, փորձում են գրեյք չնչի, բայց եւս քպայացնել, սարքել մի մասնաճյուղ, որտեղ որ դնովի հոգևորականներ կլինեն, նշանակովի իրենց քաղաքականությունը կվարեն եւ այլն։ Սա քաղաքական ենթատեքստի սահմաններում։ Միգուցե կարող ենք ենթադրել, որ գիտեք, շատ հաճախ են հնչում մեր հարևան երկրներից այդ պատվերները, որ եկեղեցին խանգարող օղակ է, ձեր օրենսդրությունը պետք է փոփոխել, ձեր, չգիտեմ, այս կամ այն երկրի ներսի գործընթացները այսպես կազմակերպեք, ոչ թե այնպես։ Եվ այս տեսանկյունից եթե դիտարկենք, եւս կարող ենք ենթադրել, որ միգուցե արտաքին շահերն ենք մենք սպասարկում, ոչ թե մենք բնականաբար խոսքը գնում է իշխանության մասին։ Վերջին հարցը Լևոն, մենք հիմա քաղաքականության մասին ենք խոսում ընդհանրապես, հա, այսինքն դուք որպես մեր ձևով շարժման ներկայացուցիչ խոսում եք քաղաքականության մասին։ Արդյոք ժամանակը չէ, որ ձեր շարժումը ձեռք բերի իրապես քաղաքական ինչ-որ ստատուս, այսինքն դառնա կուսակցություն։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, պարոն Աբրահամյան։ Տեսեք, ես էլ մի հետաքրքիր փաստ փորձ եմ բերել, մենք խոսում ենք վարկանիշների մասին, գիտեք, որ այսօր տարածված է բոլոր քաղաքական ուժերը, պատվիրում են այս վիճակագրական տվյալներ, հարցումներ են իրականացնում, թե սոցցանցերում։ Եվ ասում են մենք հաղթելու ենք։ Միանշանակ, դա տեսանելի է, առաջին տեղը միշտ զբաղեցնում այն անձը, ով որ հեղինակ է, ով որ պատվիրում է, կան անկախ վերլուծություններ եւ այլն եւ այլն։ Մի փաստ եմ նկատել, որ
ցանկացած քաղաքական ուժի կողմից կամ ինչ որ ես տեսել եմ վիճակագրություններում, մեր ձևով շարժումը երկրորդ տողից ներքև չի իջնում։ Սա վկայում է մեկ բանի մասին, որ տեսեք, դեռևս մենք խոսում ենք մեր ձևով ժողովրդական շարժման մասին։ Շարժումը ձևավորվել էր մեկ նպատակով, գլխավոր նպատակով համախմբել ժողովրդին, որտեղ այսօր կարծում եմ լրջագույն խնդիրը, անկյունակարային խնդիրը կայանում է նրանում, որ հասարակությունը բաժանված է։ Մենք ցանկացածին ինչ որ պիտակ ենք կպցնում, սա նախկին է, սա սև է, սպիտակ է, նույնիսկ աշխարհագրական բաժանում, հա։ Ռուսամետ, եվրոպամետ, հա։ Քաղաքական հայացքներով, չգիտեմ, նույնիսկ սա արցախցի է, սա լոռեցի է, սա գորիսեցի է եւ այլն։ Այս բաժանումը մեզ խանգարում է։ Դրա համար մեր ձևով ասում է ժողովուրդ, մենք ուզում ենք համախմբենք բոլորին գաղափարների շուրջ։ Անկախ նրանից նույնիսկ ինչ քաղաքական հայացքներ դուք ունեք։ Դուք կարող եք լինել, չգիտեմ, ԿՊ-ական, այսպես ասած, կարող եք լինել հանրապետական, կարող եք լինել դաշնակ, էական չի, եթե դուք ուզում եք պետությանը ծառայել, ուզում եք ձեր գաղափարները իրականացնել, դուք ունեք մաքուր կենսագրություն եւ ցանկություն ծառայել պետությանը, մենք միայն ուրախ կլինենք աշխատել եւ լսել կարծիքը, սա կարեւոր է։ Մենք խոսում ենք, շատ տեղին հարց եք տալիս, սա քաղաքական միավորում դեռ չէ, քաղաքական օղակ չէ, բայց արդեն ունի բարձր վարկանիշ, ասում եմ, երկրորդ տեղից ցածր չի եղել։ Բնականաբար պատվիրողը առաջին տեղում է անխոս, դրա մասին խոսք չկա, բայց մեր ձևովը դեռ չի սկսել իր լայնամասշտաբ քաղաքական արշավը։ Մենք հայտարարել ենք, որ այո, կձևավորվի կուսակցություն եւ այն այս ճանապարհին է, այսպես ասած, գործընթացի մեջ է, գրանցման փուլում է, որից հետո կհրապարակվեն բնականաբար ծրագրերը, որովհետև ամենակարևոր բանը դա է, այս քաղաքական ուժը ինչ պատկերացում ունի երկրի զարգացման համար, ինչ ճանապարհ է տեսնում։ Այո, գաղափարը մեկն է բոլոր ուժերի, չէ՞, ասում են երկիրը պետքա լինի ուժեղ, զարգացած եւ այլն։ Այստեղ բոլորը ունեն կոնսենսուս, բայց ո՞նց հասնել այդ նպատակին։ Եվ ի վերջո կուսակցությունը պետքա ունենա տեխնացուներ, ով է լինելու վարչապետ, ով է լինելու այդ ցուցակում եւ այլն։ Այս ամենը դեռ ոչ մի բան բացահայտված չի եւ արդեն այսքան բարձր վարկանիշը ինձ հույս է տալիս հավատալու, որ մեր ձևովը դառնալու է ժողովրդի կողմից իրոք սպասված այդ թարմ երիտասարդ նոր գաղափարներով երրորդ ուժը, ինչպես անվանում են, որը որ իրոք հաջողություններ կգրանցի գալիք ընտրություններում եւ վերջապես տեղի կունենա իշխանափոխություն եւ երկիրը արդեն կգնա դեպի զարգացման, իրական զարգացման։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի մեր ձևով շարժման անդամ իրավաբանական գիտությունների տեխնացու Լևոն Սարգիզովի հետ։